Ցանկացած երկրում անհրաժեշտ է խոշոր տնտեսական ծրագրի իրականացում, պետականորեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Bağlısız. Normal değil mi? İlan et tane getirsin çakal. Ne tane? Aslında konuşuyoruz. Hayır. Moğol bilirsin şunları mı? Մայիսի 30-ն է, Արմավիրի մարզի վաղար շաբաթ խոշորացված համայնքի ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկում ենք, որտեղ համայնքային ոստիկանության վաղար շաբաթի բաժնի ծառայողները բաժնի պետի գլխավորությամբ այս տանը ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ ենթադրյալ կասկածյալը այս տան բնակիչն է, ում վաղար շաբաթի համայնքային ոստիկանները տաք հետքերով կարողացել են վնասազերծել, ինչպես նաև հայտնաբերել հանցագործության գործիք, որսորդական հրացանը։ Այսօր առավոտյան էին վաղար շաբաթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվել, որ նշված գյուղի նշված փողոցում կրակոց է հնչել եւ կա զոհ։ Բավականին օպերատիվորեն ժամանած համայնքային ոստիկանները բաժնի պետի գլխավորությամբ պարզել էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերել էին տղամարդու մարմին, ինչպես նաև տաք հետքերով ճշտել էին, ով է կրակոցը արձակել այդ տղամարդու ուղղությամբ եւ կարողացել էին նրան հայտնաբերել ու վնասազերծել։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վաղար շաբաթի քննչական բաժնի քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է սպանություն հատկանիշներով քրեական վարույթ։ Գյուղում ճիշտ ասած մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին եւ արդարացիորեն դատապարտում էին տեղի ունեցածը ու ասում էին, որ այն չպետք է տեղի ունենար, իսկ պատճառը եղել է ինչ-որ գումարային պարկ ու պահանջը, իսկ սպանություն կատարողը իր զոհի վրա կրակել է իր զոհի կողմից ամիսներ առաջ նվիրած որսորդական հրացանից։ Այս բանին նաև գյուղացիները նշում են, որ եթե վաղար շաբաթի համայնքային ոստիկանները մի քիչ ուշանային, հնարավոր էր տեղի ունենար վրեժխնդրություն, վենդետա։ Սա հիմա տեսնում եք, այս տունը կասկածյալի տունն է, որը համայնքային ոստիկանները վերցրել են իրենց հսկողության տակ։ Դեպքն էլ այստեղից ահագին հեռու է եղել։ Այս եսի այրան հետքն է։
մայիսի 30-ն է։ Ահա, այս հատվածում են ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ ստացել եւ ժամանելով նշված վայր այստեղ հայտնաբերել են մահացածի մարմինը եւ մինչ դեպքի վայր կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննիչները համայնքային ոստիկանները տեղում պարզել են մահացածի ինքնությունը եւ օպերատիվ տվյալներով պարզել են նաեւ նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը եւ նշված վայրից բավականին հեռավորության վրա Վաղարշապատի համայնքային ոստիկանները դարձյալ բաժնի պետի գլխավորությամբ հայտնաբերել են հրացանով զինված կասկածյալին առանց չափազանցության կարող եմ նշել, որ համայնքային ոստիկանները վտանգելով իրենց կյանքը, որովհետև չէր բացառում, որ տղամարդը կրակ էր նաև ոստիկանների ուղղությամբ, քանի որ հետո պարզվել է, որ նա գտնվում է ոցթափ վիճակում, համայնքային ոստիկանները Վաղարշապատի իրենց կյանքը վտանգելով կարողացել են վնասազերծել կրակողին, սպանություն կատարողին եւ նրան տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հարևանները, ովքեր հրաժարվեցին խոսել, մի քանի քաղաքացիներ նշում էին, որ եթե Վաղարշապատի համայնքային ոստիկանները մի քիչ ուշանային, չէր բացառում, որ տեղի ունենար վենդետա, վրեժխնդրություն։ Նշում էին նաև, որ սպանվածը գյուղում բավականին հարգված, ընդունելի, երբևէ քրեորեն կրիմինալ պատմությունների մեջ չի եղել է գյուղի ամենասիրված մարդկանցից, պատերազմի ակտիվ մասնակից է եղել, մասնակցել է Արցախում սահմանների եւ թեժ մարտերին եղել է այնտեղ, այդպես են գյուղացիները նշում, իսկ սպանություն կատարողին բնութագրում էին բացասական։